Կամ այսօր գողջունեմ ցեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ երկրորդ կշնորհավորեմ ցեզ այս երրորդ տարեթարցի արդիվ ծեր եկեղեցի բացման ուրախ եմ որ Տերը ցեզի մինչեւ այսօր հասցուց եւ դու գործնություն եղաք այստեղը գաղութեմ որբեսի շատ մդարիներ Տերոջը ոչ միայն տեսանելի արդակնաբես տեսանելի եկեղեցին հաբա ներքնաբես անդեսանելի եկեղեցին Տերոջը ծարայե, Տերոջը համար հոգիներ շայի, Տերոջը մեծ եւ ահեղ օրը չեղած, երբ անի երկինքեն բիդիչնե, իր սուրբ հեշտակներով, իր սիրելիները իր քովը բիդի առնե եւ Տերոջը թավիտյան բիդի լանք։ Որբեսի շատ մեղավորներ փրկվին, սուրբեր ավելի սրբվին, ավելի խորանան Աստուծո խոսքին մեջ եւ Տերոջը անունը փառավորվի։ Ուրեմն ինձի համար շատ ուրախալի օր մնե այսօր, որ գտնվիմ այս տեսակ հիշադակելի օրվան մեջ ծեր մեջը, մանավանդ մդի գնելու այս երկչախումբը, նվակը, որ ինձի ավելի ոգևորություն գուտա, գժնորհավորեմ նաև ծեր նվակողները եւ երկողները, նաև ղեկավարը եւ Աստուծո փառք կուտամ, որ Տերը ցեզ այսպես կկործածե։ Դուք արդեն ընդրեցիք ինձի իմ նույթս այսօր, եթե կրած ալչլայի զայն, որ է եկեղեցին։ Քանի որ ասիկա երրորդ տարեթարցն է եկեղեցին, ուրիշ նույթ առնել չփափակեցա, հաբա այս սրբազան անունը, որ կգոչվի եկեղեցին։ Ուրեմն գուզեմ ցեզի հետ թվել մի քանի վայրկյաններ, թե ինչ է եկեղեցին, ինչ է անոր պաշտոնը եւ ինչ է անոր առաքելությունը։ Քրիստոսի Սուրբ եկեղեցին այս երկրի վրա ամենեսրբազան գազմագերբությունն է, որ երբեք կարելի է երևակայել։ Գսեմ սրբազան, որովհետև անոնք սուրբերը կփաղկանա, նաև սուրբը լալու կանչվածները կփաղկանա, ըստ Պողոս Արաքյալի, որ հռոմայեցված կխոսի այսպես։ Եկեղեցի եւ որ մենք կսենք, ամիջապես դժբախտաբար շատ մեր Բարեկամներու մարդոց նույնիսկ շատ քրիստոնյաներու մտքին մեջ կուքա այդ հոյագապ շենքերը որ կտեսնենք մեր 4 կողմը երեք քիշեր կբդդեինք մինչև ծովեզեր կքացինք կամ լիջեզեր կքացինք տեսնելու համար գարկմը high rising flats անդեղը իմեջ այլոց նաև տեսանք եկեղեցիներ որոնց ամեն մեկը դարբեր ցևով շինված էր եւ Աստուծո երկնագամարը գզարդարեր։ Ամիջապես մարդոց միտքը ասիկա գուկա, թե եկեղեցին քարերը շինված, քարերու գույտմը, հոյագապ շենքմը կամ ասոր նման փամը։ Անցյալ նոյեմբերին արիթ ունեցա ես մեկ շաբթվա համար հանգիստի Մալթա գղզին այցելել։ Եվ Մալթա գղզին այցելության ժամանակ իմեջ այլոց մասնակցեցա 1-2 բդույթներու եւ այդ բդույթներու ընթացքին մեզի դարին շատ մդեղեր մասնավոր շեշտ տնելով այդ տաճարներու եւ եկեղեցիներու, որոնք կառուցված էին դարեր առաջ։ Անոնց մեկը դեսա հոյագապ տաճարը, որ ճիշտ դիբարն է Լոնդոնի Սեյնթ Փոլ եկեղեցին։ Ցեզմյանոք որ եկած են Լոնդոն եւ այցելած են Սեյնթ Փոլ եկեղեցին կհասկնան թե ինչս էլ գուզեմ։ Այդ տեսակ եկեղեցիմը, քեղեցիկ եւ հոյագապ, մոտավորապես 12 ոտք լայնությամբ բադեր ուներ այս եկեղեցին։ Հսկա քմփեթմը, բոլոր բադերը սուրբերու պատկերներով զարդարված, մոմերու լույսերու մեջ մխրջված, ինչպես նաեւ արձաթե եւ զանազան բղինցե եւ դարբեր արձատներ։ Նաև մեզի դարին դարբեր դեղմը եկեղեցի մթարցյալ ուր պաշտամունք տեղի գունենար կայնեցանք մեկ վարյան պատկարան կրինք իրենց եւ ապա մեզ առաջնորդեցին սենյակը այդ սենյակին մեջ մեր դեսնելի քանիկա էր որ անունը մորցա հիմա սուրբը որ շատ մարդոց երևցած է եւ այդ շատ մարդոց դարբեր բժշկություններուն պատճառ եղած է, որուն պատկեր եւ արցանա այդտեղ գա, եւ անոր շուրջը ահագին հարյուրավոր պատկերներ, բոլոր անոնք, որ բժշկված են այդ սուրբին երևույթ են։
ասոր նման շատ մբատմություններ լսած ենք արդեն, և սակայն և որ այս տեսակ կխոսինք, անշուշտ շենքը պետք է եկեղեցին կործելագերբին համար, պաշտամունքներուն համար, սակայն էապես շենքը ամենակարևոր բանը չէ եկեղեցին շինության, եկեղեցին սրբացման և զորացման համար։ Շատերու կարծիքով եկեղեցին ակումբի մը կնմանի, որ ունի շատ անդամներ, նաև ունի բյուջեմը, ցանկ ունի անդամներու և բյուջեմը, և գործունեություններ ունի, և անոր մեջ պաշտոնյաներ կան, ամեն մեկ պաշտոնյայի պաշտոնը կկատարե և այդպես առաջ կերտա։ Շատ մտեղեր անդեսանելի եկեղեցին նկատմամբ մարդիկ տքետ են բոլորովին։ Սակայն կտեսնենք, թե այս չէ ինչ որ եկեղեցին Տեր Հիսուս մտադրեց կառուցանելու։ Լանդոնի մեջ շատ եկեղեցիներ կան, ամենաշատ եկեղեցի ունեցող քաղաքը կրնամ ասել, թե Լանդոն է, ուր շարան եկեղեցիներ, որ թարաթարցին կառուցված են ասոնք, ուր արդնությունը Ուելզե փխած, թեպի աշխարհի ամեն կողմը սուրաց, ուր բազմաթիվ մարդիկ ապաշխարեցին և դարձի եկան, մարդիկ եկեղեցիները կլեցնեին և այն ադեն այս եկեղեցիները շինված էին, սակայն թշպախտաբար անոնց ինչպես ծագում արավ, ինչպես հիմնվեցավ։ Երկրորդ կտեսնենք, թե եկեղեցին հղացողը Աստուծո Սուրբ Հոգին է։ Պենտեկոստեի օրով, թեև եկեղեցի անունը չուներ անիկա, Պենտեկոստի օրով է, որ անիկա ծագում արավ։ Երբ խումբ մարդիկ միապանությամբ և գիներ, միապանությամբ աղոթքի ետևե ամեն օր միասին գուքային վերնադունը աղոթ կնեին և երբ Պենտեկոստեին օրը հասավ, որ 50 օր է բասեքե վերջ, այն օրը Աստված իր Սուրբ Հոգին թափեց այդ ժողովրդի վրա ինչպես խոստացած էր, և առաքյալները Սուրբ Հոգիով լեցված սկսան Աստուծո խոսքը քաչափար քարոզել, լեզուներ երևցան, մարդիկ տարբեր լեզուներով սկսան խոսելու, այն ադենվա մերձավոր արևելքի ամեն կողմերեն մարդիկ հավաքված էին հրյաներ, որոնք եկած էին Դոնին արդիվ, անոնք տեսան Աստուծո զարմանալի խոսքերը, զարմանալի գործերը իրենց լեզուներով լսեցին, սկանչացին և Աստուծո փառք տվին։ Եվ այն նորը Պետրոս առաքյալ էր, որ այն փանալիները զոր դերը տվավ իրեն գործածեց մեծ աստվածությամբ, փանալու համար արքայության թուրը, ուր մտան 3000 մարդիկ հիմնելու համար առաջին առաքելական եկեղեցին։ Եվ երբ եկեղեցին հիմնվեցավ, ոչ միայն առաջին օրը, հապա ամեն օր կգարտանք, որ դերը գավելցներ եկեղեցին վրա անոնք, որ պետք էին փրկվել։ Եվ ասոնք բոլորը միապանությամբ, աղոթքով, հաց կտրելով, միասին տաճարը գերտային, ուրախությամբ Աստված կփառավորեին եւ Աստված գործներ այդ եկեղեցին եւ օրեօր անոր թիվը գավելցներ։ Ուրեմն երրորդ կետին կանցնենք հիմա արագ կուզեմ անցնել, որպեսզի շատ չդնդնանք։ Եկեղեցին ծրագիր եւ կանոնակիրը, ինչպես դուրսի գազམ་ագերբություններ ծրագիր կանոնակիր ունին, եկեղեցին ալ ունի իր ծրագիր կանոնակիրը։ Եկեղեցին ծրագիր եւ կանոնակիրը ուրիշ բան չէ, հապա Աստուծո սուրբ եւ պատվական խոսքը։ Այն խոսքը, որ Տերը մեզի տվավ, իբրև մեր կյանքին, իբրև մեր վարքին, իբրև մեր բոլոր խոսակցության հիմը, բոլոր գործոնեության ագն ու աղբյուրը եւ մեր հավատամքը, որ մենք առնենք մենք մեր բոլոր օրենքները։ Ինչու համար գարնենք անիգա, որովհետև անիգա Աստուծո ներշնչյալ մեզի դրված է։ Բոլոր քիրքը գսե Աստուծո խոսքը, Աստուծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու, որբեսի Աստուծո մարդը գադարյալը լա, ամեն բարի գործերու համար պատրաստված։
Աստուծո անսխալելի եւ գադարյալ խոսքը, որ հիմը կգազմե մեր բոլոր ապրելագերբին, կործելագերբին եւ գենցաղավարության։ Ուրեմն հութագս է մեզի առաջին երրորդ համարին մեջ, ուստի մրցեք այդ հավատքին համար, որ անգամ բոլոր սուրբերուն հաղորդվեցավ, կամ ավանդվեցավ։ Եվ մեկ կետ եւս կուզեմ ավելցներ, մարգարեությունը մարդոց կամքին համեմատ չի թրվեցավ, հաբա Աստուծո սուրբ մարդիկը քրեցին, ինչպես որ շարժվեցան Աստուծո սուրբ հոգիեն։ Թեև անոր քննադատները թարերու ընթացքին աշխատեցան հերքել, աշխատեցան չրել, աշխատեցան չնչել, աշխատեցան երկրի մագերեսեն վերցնել թե Քրիստոսի ավետարանը թե եկեղեցին, այսօր դակավին գվայել է Աստուծո սուրբ խոսքը, այդ բադիվը, որ աշխարհի բոլոր քրված քիրքերեն ամենեշատ դարածված, ամենեշատ սպառվող մատյանն է այսօր, որը նույնիսկ իր քննադատները կհավատան։ Նույնիսկ քրիստոնյա գոչված շատ անձեր, նույնիսկ կարգ ու հովիվներ Սուրբ Գրքի մեջ եղած հրաշքներուն չեն հավատար։ Կսեն թե ասիկա անհնարին բան է, այս տեսակ բաներ չեն գրնար ըլլալ։ Մարդիկ, որ այնադեն ռամիկ էին, մարդիկ, որ այնադեն դքեդ էին, ուստի իրենց ինչ որ կքրեին հրյա մեծամեծները, անոնց կհավատային։ Մենք հիմա ավելի գիտուն ենք, մենք հիմա ավելի իմաստուն ենք, մենք այս բոլորը գիտությամբ կբացատրենք։ Եվ անոնց մեր նշանավոր հովիվը, որու մասին թերևս դուք լսեցիք, Reverend David Jenkins անունով մեկն է, որ անիկա Durham Cathedral-ին արքեպիսկոպոսն է, Անգլիկան եկեղեցի Durham Cathedral-ին։ Ծնունդին բոմբշելը գծկե ժողովրդին վրա ասելով թե Սուրբ Հոգիը չի հղացավ Հիսուս, հապա մարդիկ կարծեցին թե Սուրբ Հոգիը հղացած է եւ գաշխադի իր բացատրությունները տալ։ Զատկին ուրիշ բոմբշել մցկեց մարդոց վրա, ասելով թե Հիսուսի հարությունը իրապես տարածիորեն, փարացիորեն դեղի ունեցած չէ։ Հապա աշակերտները կարծեցին թե Հիսուսի հարությունը դեղի ունեցած է։ Իսկ համբարձումին ժամանակ դարձյալ այսպես ըրավ։ Ասելով թե համբարձումնալ իր աշակերտներուն երևակայությունն էր, քանի որ երանթով լեցված էին եւ անոնք տեսիլքի պես տեսան այս բանը։ Ուստի հաջորդ կիրակի ես այս նյութի շուրջ մեր եկեղեցիեն խոսեցա, թե Աստուծո Հիսուս Քրիստոսի համբարձումը Աստուծո որդվույն իրականություն է, թե երևակայություն է։ Հիմա ժամանակ չունենք անոնց ասելու, գցկեմ ցեզի, որբեսի թուք թադեք թե որ մեկն է։ Երգինք եւ երգիր պիտի անցնի գսե մեզի Աստուծո խոսքը եւ իմ խոսքես ովևէ հովտը կամ նշանակիրը պիտի չանցնի մինչեւ որ ամենը կատարվին։ Այս կփերը մեզ մեր 4-րդ կետին։ 4-րդ կետը սանիկա է որ եկեղեցին ընդհանրական է։ Եկեղեցին նաև դիեզերական է, բոլոր աշխարհի բնակչության համար է։ Աստուծո խոսքը մեզի գսե, Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որբեսի ամենով որ անոր հավատա, չի գործվի, հաբա հավիտենական կյանք ունի։ Աշխարհի ամեն կողմեն, հյուսիսեն, հարավեն, արևելքեն, արևմուտքեն, մարդիկ պիտի կան եւ պիտի ժառանգեն Աստուծո թագավորությունը։ Սևեր եւ սպիտակներ, գարմիրներ եւ թեղիններ, ինչու որ Տեր Հիսուս Քրիստոս բոլոր աշխարհի մեղածը համար մերավ։ Եվ այսօր այս բատկամը գհրճակվի քրիստոնյա աշխարհի բոլոր փեմերեն։ Անոնք որ գնդունին, գհավատան, գվստահին Հիսուսի, գփրկվին եւ հավիտենաբես գաբահովեն իրենց կողդրիկ եւ քեղեցիկ աբական։ Անոնք որ գմերժեն Տեր Հիսուս Քրիստոսի գոչը, օրը պիտի կա որ այս շնորհած տարը անոնց
ցերքեն պիտի առնվի, ալ եւս իրենց արից պիտի չտրվի, որ անգամը եւս աբաշխարեն։ Շատ ահավոր բան է Տերոջը փարգության ներքևը լալ։ Օրմը այդ հես Հիսուսը, մեզի համար չարչարվող Հիսուսը, մեզի համար իր անձը դվողը պիտի կա իբրև թադավոր եւ վրեժ պիտի առնե իր հագարագործներեն եւ պիտի թադե աշխարհի ասկերը։ Եվ գսե այդ երկը, որ երկենք միշտ ինչ գեղեցիկ, ես շատ կսիրեմ երկերը, այն թուրն է ամենուն արցակ, որ փրկության զարված են, մեծ եւ բզդիկ, հարուստ աղքատ մտնել հրավիրված են։ Մեզ մի ամեն մենքը հրավիրված ենք Տեր Հիսուս Քրիստոսի այս թրնեն ներս մտնելու։ Ես եմ թուրը սավանիգա, եթե մեկը այն թրնեն մտնե, նեղ թրնեն, անիգա գյանք պիտի ստանա։ Ես եմ հովիվը, փարի հովիվը, ան որ ինձ մեն մտնե, ոչխարներուն արոդը, ոչխարներուն հոդը, անիգա պիտի մտնե եւ պիտի ելլե եւ արոդ պիտի գտնե։ Այսօր փրկչին հրավերը գուղովի։ Եթե գա մեր մեջը, ես չեմ գիտեր, զատանցերը չեմ ճանչնարհոս, մեր մեջը գա մեկը, որ դագավին Տեր Հիսուս Քրիստոսի աշնորհած գոչին չէ ինքզինքը հանցնած գաղոթեմ եւ գխնդրեմ, որ այս վարգյանը այդպեսին կամ այդպեսիներուն համար փրկության, ուրախության, խաղաղության եւ երջանկության օր մլա։ Եկեղեցին նաեւ Բաշտոնը, արագ պիտի անցնեմ, քանի վարգյան մնացած է։ Եկեղեցին Բաշտոնը ինչ է։ Եկեղեցին Բաշտոնը փառավորել է դերը հոգիով եւ ճշմարտությամբ, բաշտել է զայն, իր մեծամեծ գործերը հայտնել է, անոր քովությունները քովել է եւ իր ներկայության մեջ անցնել է, սնուցանել եւ խնամել դերոճմով մանուկները, որբեսի անոնք մեծնան իմաստությունով եւ հասակով եւ աստուծմե եւ մարդոցմե շնորհ գտնելով։ Եկեղեցին Բաշտոնը արդատրել է իրենց նմաններուն պես, ինչպես մենք ֆիզիկական մարզի մեջ զավակներ գծնանենք, այնպես ալ հոգևոր մարզի մեջ հոգևոր զավակներ արդատրել է Աստուծո մեզի հանդեպ ունեցած նպատակները։ Եվ այս նպատակին համար դերը գսե մեկ քանիներուն դվավ առաքյալները լալու, մեկ քանիներուն մարգարեներ, մեկ քանիներուն ավետարանիչներ, հովիվներ, վարդապետներ, Բաշտոնին կորձին համար, որբեսի ամենք սալ հավատքին հաստինք եւ Աստուծո խոսքը ճանչնալուն, սիրով գսե եւ ճշմարտության հետևինք եւ աջեցնենք ամեն բան Քրիստոսով, որ մե մարմինը գազմ գարնե, հոդվածները իրարու հաղորդվելով, գծված ամեն մեկ մասին ներկործելով, աջում գուդա իրեն շինությանը համար սիրով։ Այս է Քրիստոսի նպատակը մեզի համար։ Աջեցնել մեզ, մեծնել, շարգաբել մեզ իր սիրովը, որբեսի սիրով գարենանք հայտնել, թե մենք Տեր Հիսուս Քրիստոսի զավակներն ենք։ Եվ եկեղեցին խաղաղությամբ եւ եկեղեցին հաջողությամբ ընթանալուն համար նաեւ կգարտանք Սուրբ առաքյալներու կյանքին մեջ, առաքելոց քրքին մեջ, ուր Բողոս առաքյալ քացած տեղերը երեցներ գանչեր եւ անոնք Տերոջը կորձին վրա գցկեր, նաեւ առաքյալները եւ կորձը շատցան եւ չգրցան սեղաններուն այլ, անոնք գսին թե ցեզ մե 7 հոգի ընտրեցեք, որ սարգավակները լան, որբեսի անոնք կարենան սեղաններու ծառայեն, որոնք հոգիով, իմաստությամբ եւ Սուրբ Հոգով լեցունը լան, եւ այս տեսակ եկեղեցին գազմված է սարգավակներով եւ երեցներով Տերոջը ծառայելու համար։ Եվ ամեն մեկը, երբ խղճմտությամբ իր կորձը գնե, երբ համեստությամբ իր կորձը գնե, երբ սիրով իր կորձը գնե, այն ադեն Տերոջը կորձը հարաճ կերտա։ Սակայն երբ ամեն մարդ իր գոմը գքաշե, երբ ամեն մարդ գլուխ կլա, երբ ամեն մարդ ես եմ մեծը գսե, այն ադեն Տեր Հիսուս Քրիստոս
չի գրնար կործել այդ տեսակի եկեղեցի մեջ։ Եվ արդեն Պետրոս Արաքյալ հովիվներուն գուղեսելով ծեր մեջ եղող գսե հովիվներուն գսեմ, որ Քրիստոսի չարչարանած հաղորդեն եւ անոր թարքին ալ գծորդ պիտի լան, որ հովեն դերոջը հոդը, ոչ թե անարգ շահախնդրությամբ, ոչ թե վիճակներուն վրա դիրելով, ոչ թե ագամա, հաբագամավ, եւ գսե հովաբեդին երևցած ադենը գենաց պսակը պիտի ընդունին։ Այս է եկեղեցի պաշտոնը եւ կորձը։ Իսկ նաեւ եկեղեցին ունի արտաքին առաքելությունը, եւ այն առաքելությունը երկու գեդերը կփականա։ Առաջին ավետարանչություն է, իսկ երկրորդը բարեսիրություն է, բարեգործություն է։ Արդեն բոլոր բարեգործության ագն ու աղբյուրը ավետարանն է, որովհետև կգարտանք թե ավետարաններու մեջ Տեր Հիսուս կբդդեր բարի կնելով, կբդդեր բժշկելով, կբդդեր հիվանդներուն վրա ցերկ տնելով, մեռածները ողջունցնելով, գաղերը ցածկեցնելով, անդամալույցները ոտքի հանելով, բոլոր կորձը բարեգործություն էր, եւ իր օգտուն համար ովևէ հրաշք մորմը չի կործեց։ Նույն ստանաբադի մեջ, երբ Սատանան եկավ իրեն մոտեցավ, ասավ այս քարերունը սե անոթի ես հիմա, որբեցի հացը լան, թունալու դես եւ գշտանաս, անալաս սավ իրեն, միայն հացով չապրիր մարդ, հապա այն է մենք խոսքով, որ Աստուծո փերն են գելլա։ Ավետարանչությունը շատ անհրաժեշտ դեր կխաղա եկեղեցին պրոգրամին մեջ, ծրագրին մեջ։ Եվ եկեղեցին, եթե գուզե հարաճանալ, պետք է ավետարանչության մասնավոր նպաստ է։ Այո, գրնանք ասել, որ ինչպես Հիսուս սավքացեք ինձի վկաներ Երուսաղեմի, Հրեաստանի եւ Սամարիայի մեջ եւ մինչեւ աշխարհի ծայրերը, շատ անգամ մենք չենք կրնար ամենտեղ գտնվել, ամենտեղ չենք կրնար երթալ, շատ անգամ ալ կարողությունը չունենք այդ կորձնելու համար, նույնիսկ եթե երթալ ուզենք։ Սակայն կան միջոցներ, կան շատ մգերբեր, որով գրնանք մենք Տերոջը օգնել, Տերոջը կորձին։ Այսօր միսիոնարական ընկերություններ կան, մեր հայ ազգին մեջ կազմակերպություններ կան, փառք ու տանք Աստուծո, որ ժամանակը օդարները մեզի գուքային ավետարանը կարոզելու համար։ Հիմա մենք երթանք օդարներուն ավետարանը կարոզելու համար։ Խնդիրը բոլորովին փոխվելու վրա է։ Գրնանք աղոթել անոնց համար, եթե փամը չենք կրնարնել, գրնանք աղոթել անոնց համար, մեր թրամները գրնանք խառնել անոր, եւ ովևէ կերպով որ գրնանք նպաստել Տերոջը ավետարանչության հարաճ խաղացման համար, եւ դերը գործն է իր եկեղեցին։ Ուրեմն այս գործի մեջ ալ գաղոթեմ, որ դերը այս իր սուրբ եկեղեցին կործած է իր փառքին համար։ Վերջին գեդս պիտի լայվ արակորեն պիտի երթամ, ուր է եկեղեցին հավիտենական վայրը։ Եկեղեցին դունն է երկինք։ Եկեղեցին երկինքի մեջ հավիտենական բնակարաններ ունի, հոս բանտուկներ ենք, հոս հյուրեր ենք ըստ Աստուծո խոսքին, հոս օդարական եմ ես, դունս է երկինք կսե խոսքը, եւ մեր քաղաքականությունը երկինքն է, որ մեր Տերոջը կսպասենք, որ պիտի փոխե մեր խոնար մարմինը իր փառավոր մարմին գերբարանագիցնելու։ Հիմա երթամ ցեզի դեղ կպատրաստեմ, եւ եթե երթամ ցեզի դեղ պատրաստեմ, ասավ Հիսուս, նորեն գուքամ ցեզ քովս կառնեմ, որբեսի որ ես եմ թուգալ հոնլակ։ Ուրեմն եկեղեցին կապշտակվի ըստ Տեխսագորնի գեցված օրմը եւ հավիտյան Տերոջի հետ կլա երկինքի մեջ։ Եկեղեցին Քրիստոսի արսն է եւ ինքը Փեսան, ինչպես արդուն սերդեցին։ Փեսան գուքա իր հարսը առնելու համար։ Ուր պիտի լաստուն երբ Փեսան գուքա։ Երբ կես գիշերին ցայն մը գլսվի, որ ահա Փեսան գուքա։ Տուն կարողություն պիտի ունենաս Տերը թիմավորելու։ Պիտի գրնաս ասել, այո ես ալ հոն պիտի լամ, այո ես ալ պիտի լամ մեջնայն խումբին։ Տերը այս եկեղեցին օրհն է, իր մեծամեծ օրհնությունները վրան թափե, հոգին սուրբով կործած է, իր փառքին համար, իր առաքելությունը կատարելու, այնպես ինչպես Տեր Հիսուս Քրիստոս կուզե։ Օրհնյալ Տեր, քեզի կբերենք այս քու ժողովուրդդ եւ կխնդրենք, որ քու հոգիովդ տուն անոնք օձես եւ քու հոգիովդ ղրգես անոնք,
քու օքիովդ կործածես անոնք, քու օքիովդ հոգիներ շահես, եւ քու օքիովդ սիրելի եկնավոր հայր, անոնք թող դարածեն ավետարանը, որբեսի խավարի մեղքի մեջ բնագողներ մեր օրհնյալ փրկչին, օրհնյալ փրկության ավետարանին լույսին հրաբուրվին։ Փառքի համար ամեն։